Գյումրին երկունի, Գյումրին վերքունի, Գյումրին երկելու, մինոր երկունի։ Հնարի ցույցնամ քեզի, թե ինչ պայծառային լեննագանը։ Գյումրին հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն է, այն գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում Շիրակի մարզում։ Ծովի մակարդակից բարձր է 1550 մետր, Երևանից հեռու է 115 կիլոմետր, իսկ Թուրքիայի սահմանից 10 կիլոմետր։ Մինչև ներկայիս անվանումը ստանալ, որ Գյումրին նախկինում կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ և Լեննագան։ Գյումրին ունի 115 000 բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար։ Մասին հիշատակվում է քսենոֆոնի անաբասից աշխատության մեջ, որտեղ նշվում է, որ նա անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից կարասների մեջ ինչ-որ բան են պահում։ Դա եղել է ջուր, վրան էլ գարի։ Սիկ Լեննագանն է, ստեղ ես տանն եմ։ Գյումրին արհեստավորների քաղաք է, խորհրդանշական է, որ յուրաքանչյուր արհեստ իր դրոշն է ունեցել։ Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին գերմանացի ռազմագերիների ձեռքով։ Քաղաքի բնակիչները հայտնի են հումորի սուր զգացումով։ Մեծ հավես ունի արփաչայի մոտ ու դեր խմելու, հումոր անելու, մեծ հավես ունի։ Ֆայտոն նստի մեր թամայլա ու ստանչալ է ճամփուղայի դա։ Ֆայտոն նստի մեր թամայլա ու ստանչալ է ճամփուղայի դա։ Գյումրին երկունի, Գյումրին վերքունի, Գյումրին երկելու։ Եկեղեցու պաշտոնական անվանումը Սուրբ Աստվածածին է, սակայն բոլորը այն անվանում են յոթ վերք։ Իսկ ինչու յոթ վերք։ Քանի որ այնտեղ է պահպանվում սրբապատկեր, որը խորհրդանշում է Աստվածամոր յոթ վերքերը։ Սա եղել է Գյումրու Ալեքսանդրապոլ կինոթատրոնը, այն բացվել է խորհրդային տարիներին և եղել է ժամանակի ամենաժամանակակից կինոթատրոններից մեկը։ Ես վստահ եմ, որ դու լսել ես մեր Լեննագանի պոնչիկ-մոնչիկի մասին։ Այսօր եկել եմ ձեզի ցույց տամ, համ պոնչիկներն են հանում, հանում են պեռաշիկները։